Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագիտության դոկտոր պարոն Լևոն Շիրինյանի հետ։ Ողջույն եմ պարոն Շիրինյան, շատ շնորհակալ եմ, որ այժմին մեզ հետ եք։ Հպարտ եմ, որ հայ եմ։ Ինչպես անենք, որպեսզի նախ կարծում եք արդյոք, որ մենք ամեն ինչ անում ենք, որ մարդիկ այդպես ասեն, այդպես զգան, եւ եթե ոչ ինչպես անենք, որպեսզի մարդիկ այդպես զգան։ Մենք միշտ հպարտանում ենք, ասում ենք հայկական մշակույթ, հայկական քաղաքակրթություն, հիմա եկեք տեսնենք հայկական պետականություն։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մարդիկ զգան, սիրեն պետականությունը, ունենք պետականաշինության մշակույթ, հայկական պետականություն եւ այսպես ես այսպես խորագիր եմ վերցրել, հպարտ եմ, որ հայ ենք, հպարտ եմ, որ հայ եմ։ Ուրեմն այստեղ ինձ թվում է խորքը պիտի նայենք, որովհետեւ հարցը բարդ է։ Իհարկե հպարտ ենք, որ հայ ենք, եթե հպարտ չլինենք, ուրեմն մեր այս Սուլթան Համիդից հետո դժոխքի վերածված հայրենիքում եւ միջավայրում դժվար դիմանայինք։ Այս հարցը կա միշտ գոտից կախված։ Եթե համեմատական եք անում, նայեցեք, աշխարհում չկա մի ժողովուրդ, որը իր լեռնաշխարհում մնալու կամ Տափաստանում մնալու այնպիսի դաժան կռիվ մղած լինի, ուրեմն ինչպեսի մենք ենք, դա 100%-անոց բան է, քանի որ ես ասեմ մի բան, ինձ դիմում են, որ նաև մեր ուսանող եւ ոչ ուսանող երիտասարդան համար գրականություն ասեմ, որտեղ սովետականից շինձու հային նսե մասնող շատ անգամ պետականություն հատկապես այդ կուղեգծից դուրս կանք ասեմ նաև աշխատանքներ, օրինակ առաջարկում եմ այդ իմաստով կարդալ Միքայել Վարանդյանի հայկական շարժման նախապատմություն երկհատորյակը, որը տպագրվել է 1911-12 թվականին երկու հատորով Ժնևում, առաջարկում եմ դա կարդալ եւ Վարանդյան կարդալ մի քիչ։ Հիմա, որը գրեթե ծանոթ չի հայ երիտասարդ ուսանողությանը, գրեթե։ Եվ դա բարձ է, որտեղ սովետական գրականությունը ցենզուրան տարգել էր։ Չէր կարելի կարդալ, ինչը որ հպարտեմ հային, հպարտ կդարձնի։ Պետք է նվաստ լինի, որովհետեւ կախվի որևէ երկրից, տվյալ բարակամ Ռուսաստանի փեշերից։ Հիմա եւ դա ունի, բայց այդտեղ մի ուրիշ վտանգ կա, որ վերջի շրջանում նման լուրջ է հարցադրումը եւ արժանապատվություն բերողը, դա արժանապատվության հարցն է, վերածվեց պոռոտախոսության գործնականում դա չվերածելով կյանքի կամ չհետ վերելով այն, ինչի վրա մենք պիտի հպարտանայինք։ Եթե նայեք, հատկապես այս վերջի շրջանում, վերջին 10-15 պոռոտախոսություն մեզ սպանում են, որում մենք ունենք լավագույն հոգեբաններ, լավագույն Պողոսյան Հակոբ, որը գիրք ունի 1000 գրեթե էջանոց մի ստվար աշխատանք է, ներածություն հայ հոգեբանության, Գահիրեում է 1958 թվին տպագրված, նա սա հատուկ շեշտում է պոռոտախոսության հայկական ավանդույթը սերվիլիզմը, նաև որոշ մասի մոտ օտարի հանդեպ ստորաքարշության դրսևորումները, ինչ որ տեսնում ենք։ Ուրեմն սրանք էլ վտանգավոր բաներն են, հիմա վերջին տարիներ, բայց հիմա ձեր հարցադրման մեջ մենք պետք է վերադառնանք այդ հարցերին, հպարտենք թե չէ, անշուշտ հպարտենք, բայց ասեցի դա դրան չպիտի տանի։ Հիմա հարցը արդեն խորքն է տանում։ Ունենք պետականաշինության ավանդույթ թե չէ, ունենք էնել աշխարհում լավագույններից մեկը, բայց այդ ավանդույթը բուհերում, ասենք իմ տարիների ուսանողի, ձեր տարիների ուսանողի համար, դա եթե ուսանողը պրպտող չէր, եթե նա չուներ տաղանդավոր ղեկավար, նա դրան անհաղորդ է, ես կան պետականության դեմ թշնամանք, որ կա, ներարկված է Ռուսաստանի կողմից, այդ մեկը կողքի դրվելով,
չմոռանանք, որ մեր հանրային գրադարանը, որ այսօր ազգային գրադարանն է, նա ուներ Սփյուռքի բաժին, որտեղ KGB-ն ձերբակալել էր գրքերը, հատկապես Սփյուռքից եկող, կարդալ հնարավոր չէր, եթե կարդում էիք, ուրեմն պետք է փաստորեն անդամագրվեիք KGB-ի որպես լրտես եւ այլն։ Եվ եթե դուք ուշադիր լինեք, մեր այն պատմաբաններ, ովքեր որ շատ են գրել մեր պատմության մասին Սփյուռքի գրականության օգնությամբ, պարտադիր ռուսական կողմնորոշում ունեն, պարտադիր եւ անպայման քննադատում են մեր պատմության պետականաշեն դարաշրջանը եւ այլն եւ հերոսները դավաճաններ են դուրս գալիս, դավաճանները հերոսներ են։ Ուրեմն այս բանը կա եւ կարող եք հիմա ինչի եմ ուզում ասել, այս հարցերը կան, ինչու այդպես, որովհետեւ Ռուսաստանը ինձ թվում է, որ երբ որ հնդկային համայնքը ժամանակին հիշում եք ցարին տարավ ուրեմն ոսկե գահ եւ ցարին առաջարկեցին Խաչավարտ Ռուսաստանին, այսպես էր հնդկահայ բանից է գալիս, իրանահայ հատվածն է, մեր դարերի մասին է խոսքը եւ ակնկալում էին, որ Խաչավարտ Ռուսաստանի օգնությամբ քրիստոնյա Հայաստան պետություն կստեղծվի, նաեւ սահմանադրություն չէ, որոնք այդ փառած նոր դեդրակ եւ այլն, ես մենք սահմանադրություններ էլ ունենք, ուրեմն ինձ թվում է, որ ռուսներն այնտեղ այն գլխից տրամադրվեցին հաջորդի դեմ, նվաճել երկիրը, թույլ չտալով պետություն ստեղծել, բայց մենք դիմել էինք իրենց օգնության, այստեղ ուրեմն Իսրայելորու եւ մնացածների մոլորությունը, չնայած Իսրայելորին ինքը փոխադուցեց իր մոլորության համար, ուրեմն իր որդու կորստով եւ այլն։ Հիմա ինչ եմ ասում, այս բոլորը պիտի վերանայված առանց ներվերի, օբյեկտիվորեն քննվի մի տեսակետով, հայ ժողովրդի հավերժության եւ Հայաստանի ազգային շահի տեսակետից, հաշվելով աշխարհում ուրիշ ոչ մեկը չկա։ Հիմա ունենք թե չունենք, այո ունենք եւ լավագույն ավանդույթ ունենք, որտեղ է սա, սա է, որ պիտի անենք եւ սա ես հատկապես երիտասարդ պատմաբանների համար եմ ասում, նաեւ բոլորի համար, բայց որովհետեւ ես սպասում եմ, որ պատմաբանները մեր, պատմաշեն եթե չեն, կստեղծեին մի հանձնաժողով այս տարիներին հեղափոխությունից հետո եւ անաչառ կվերանային նախ առաջը իրենց արածը տված վնասը, ինչպես ռուսների մոտ եղավ, շատերը գրեցին, որ կներեք բառը, այս գալատ ենք արել, դիտավորի սխալ եք գրում, հիմա ճիշտ ենք գրում եւ հատորներ հանեցին։ Հասկանում եք, այսինքն իրենց, բայց հայ պատմաբանները մնացին ռուսից ռուս եւ ավերված ամեն ինչով եւ ուրիշից են նեղանում փոխանակ իրենք կանգնեին պետականության շինարարության ագունքներում, որտեղ պատմագիտությունը պիտի տա այդ բոլորը, քաղաքագիտության հետ։ Եվ զարմանալի է, որ քաղաքագիտության, այսպես ասեմ, ակադեմիական Երևանյան դպրոցը, որ մենք ենք, նախաձեռնեց, այսպես կպավ այդ գործին նախորդ շրջանում եղածի եւ այլն, եւ կանգնեց պետականության կողքին։ Քաղաքագետների հսկա զանգվածը թշնամանքով վերաբերվեց Հայաստանի Հանրապետության այսօրվա փոփոխություններին, ես դժվար եւ սկսեց եւ հաջորդի մեղադրել եւ նրանց, ովքեր հեղափոխություն արեցին եւ այդ։ Հիմա բայց պատմությունը ինքը ընթացք ունի, մեր բանակը շատանում է։ Հիմա ասեմ կոնկրետ որտեղ է գնում հարցը։ Ուրեմն ես կարծում եմ, որ հենց ես որ ասում եմ այն երիտասարդ մտածող մարդիկ մեր շրջանում, գուցե եւ հայագետներ, օրինակ Ժնևում կա լավագույն հայագետ, հայ չի, շատ լավ գիտի Հայաստանի պատմությունը եւ այսպես շարունակ։ Հիմա մեր բարեկամներն այսպես ասեն, որտեւ նրանք սովետական խեղաթյուրումները կամ չգիտեն, կամ իրենց հաշիվ չի։ Այդ դեպքում Հայաստանը իր փառահեղ պատմության աշխարհի քաղաքագիր ժողովուրդների այդ պլեյադայի մեջ է, համաստեղության մեջ է, եւ իրենց համար դա շատ արժանապատիվ է լինել այս բարակայում հայագետ, ոչ թե ցեղասպանագետ։ Ցեղասպանագիտությունը միայն մի հատված է մեր պատմության մեջ, չէ՞, որ չի կարող ծածկել այդ ամենը։ Հիմա ժամանակային առումով ասեմ ձեր հարցի
հարցը երկու տրոհում ենք երկու հարցի, որ հայ իրականության մեջ ինձ թվում է մանվածապատ է, խեղաչուրված է կամ լավ չգիտակցում։ Ինչ է քաղաքագրչում մշակույթը, առաջինը սա է, որով միշտ ենք հպարտ, չէ, եւ իմացողն էլ է հպարտ, են նրանք, ովքեր ռեստորանում են, զզվելի բարդը լսում են գազպատ աֆիցերի, բայց խմում են հայ մշակույթի կենացը, զլանում են, ասենք, ուրեմն լսել Լուսինե Զաքարյան այդ պահին կարող են Շարլազնավուր, որտեղ այդ բարտերի ինչ է, այս բաներ կան։ Հիմա տեսեք ինչն է հարցը։ Մշակույթի տեսության մեջ հարց է, իսկ պետականաշինությունը մշակույթ է թե չէ։ Եթե դա մշակույթ է, նա ինչ տեղ է գրավում պայմանական հիերարխիայի մեջ։ Ես եկել եմ այն համոզման, եւ դա չի գալիս այս հեղափոխությունից, որտեղ ես շատ աշխատանքներ հրապարակել եմ, շատ ավելի շուտ, օրինակ հավասարակշռության հայեցակարգը ռուսերենով առաջին անգամ նրա մասին ես հրապարակել եմ Գոլս Արմենի թերթում 1996 թվին, որ ասում եմ քաղաքականությունը բալանսի վրա լինի։ Իմ ասածները ցանկացած կարող է ստուգել։ Այսինքն ինձ համար, բայց իհարկե ես էլ եմ փոխվել, գնացել եմ, որոնել եմ, ինչպես որ նորմալ պիտի լիներ, որտեղ մենք բոլորս նույն դպրոցի շրջանավարտն ենք, այսպես ասենք, եւ այդտեղ ուրեմն բան։ Հիմա հարց է, պետականաշինությունը կրկնեմ, հա, եւ աշխարհի բոլոր մտածող հայերն են տալիս։ Ուրեմն ինչ է դա մշակույթի մեջ է թե չէ, ձեր հարցը սկզբունքային է, առաջ տանող է եւ ուղղակի ուղեղ ցնցող է։ Ես կարծում եմ, որ մշակույթի քաղաքագրչության բարձրագույն դրսևորումը պետականաշինությունն է։ Այսպես ասեմ մի քիչ, ավելի շուտ պետականաշինության փիլիսոփայությունը, պետականաշինության իրավաքաղաքական մեկնաբանությունը, քաղաքական փիլիսոփայությունը մշակույթի բարձրագույն ձևն է։ Եթե մի քիչ սխեմատիկ պետք է ասեմ, դա շատ ավելին է, քան ասենք կտավի ստեղծածն է հանճարեղ, նա շատ ավելին է, ուրեմն քան երաժշտության ստեղծածն է, օրինակ ես կարծում եմ դուք եւս ցանկացածը Արամ Խաչատրյանի այդ բաներով հիացած եք եւ ապրում եք դրանով, օրինակ ինձ համար բացառիկ ազդեցություն էին վրա թողել Մինաս Ավետիսյան, ուրեմն Սարյան եւ այլն։ Ես համարձակվում եմ ասել, որ պետականաշինության փիլիսոփայությունը սրանցից էլ է բարձր։ Ես գիտեմ, որ հիմա աշխարհում մեր ժողովրդի մեջ հսկա մի զանգված իմ ասածի վրա կատաստրոֆայի ապրում եւ դիմադրելու է։ Ինչու, բայց ժամանակին կկան այդ համոզման, ինչպես որ ես իմ հետազոտությունների մեջ եկել եմ։ Հիմա որտեղ ուրեմն պայմանավորվում ենք ձեր հարցադրման մեջ, որ պետականաշինությունն է արվեստներից արվեստը, գիտություններից գիտությունը, փիլիսոփայությունից փիլիսոփայությունը։ Հիմա ես պիտի դիմեմ հանճարեղ մեկի օգնությանը, որ ինձ չքննադատեն։ Եթե համաձայն չեք իմ հետ, պիտի քննադատեք Հեգելին։ Եթե ի վիճակ եք, իհարկե Հեգելի հետ բանավիճելու։ Մոտավորապես Հեգելը պետության հանդեպ ունի այդպիսի վերաբերմունք, դա գագաթ է, վերջ է, վերջի սկիզբ է կամ նոր սկզբի, նոր ցիկլի սկիզբ է։ Հիմա ուրեմն սա ընդունենք, եթե մեր գրականության մեջ այդպես չի, խնգարվում է ամեն ինչ, ինչ որ եւ հեղինակների մեջ հատկապես, եւ որը ոչ մի բան չունեմ ասել, այդպես է որ կա մեր ամեն ինչը համաշխարհային, որում մենք հաշվի առնում ենք, որ մեր մշակույթը սինթետիկ է, նա ոչ արևելյան է, ոչ արևմտյան։ Իհարկե ձգտումով եվրոպական է, Եվրոպան որպես աշխարհագրություն, որտեղ մենք արարել ենք հույների, հռոմեացիների հետ միասին, եւ Տիգրան Մեծից, Պոմպեոսի հետ այդ պայմանագրի շրջանից Հայաստանը դեր Արտաշես առաջինի շրջանից թեքվել է դեպի հելլենական աշխարհ, արևմուտք, Եվրոպա այսպես, եւ տվել է, օրինակ, ինչու՞մն է Արտաշես ուրեմն առաջինի հանճարեղությունը, որ ես գտնում եմ, որ մեր արքաներից երևի ամենաիմաստունն է, եւ պատական չի, որ
նրա ժառանգության վրա թորը ստեղծեց կայսրությունը, նրա ինչու, որտեղ նա հասկացավ մի բան, որ պետությունը տարածք պիտի ունենա, ապահով բնագծերի մեջ, մանրուքների մեջ չեմ մտնում։ Երկրորդը գիտակցեց, որ այդ ժամանակների մշակույթ քաղաքակրթությունը լայնորեն պիտի ներհոսեցներ Հայաստան, բայց ինչ ձևով։ Այստեղ նա տարբերվում է մեր արևմտամետներից, ռուսամետներից, չգիտեմ ինչ ամետներից։ Արտաշեսը իսկական հայամետ է, ինչ իմաստով։ Նա երբ որ բացեց դարբասները Հայաստանի հելլենական մշակույթի առաջ, որը աշխարհի գագաթն էր այդ ժամանակ, Արիստոտել, Պլատոն, Սոկրատես, այսպես, եւ շարունակենք, հա, ամեն ինչ, Պերիկլես, Աթենք եւ այսպես։ Ուրեմն նա ինչ արեց, նա տեղական, հայկական մշակույթի հետ շաղախ արեց, ոչ թե վերցրեց ինքը դարձավ արևմուտք, այլ ստեղծեց մշակույթի այն նախադրյալը, որի ես միշտ դա հասկանում եմ, տեսնում եմ Մարտիրոս Սարյանի կտավների մեջ, գունագեղը, արևելյան է, լուսավոր է եւ այլն, բայց մի քիչ ոնց որ թե արևմտյան չի, ուրիշ տեսակ է, լեռնային է եւ այլն նման բաներ։ Ուզում եմ ասել, այստեղ մեր մշակույթը այդ իմաստով սինթետիկ է, համադրող է, այնպես ինչպես համադրումը հասկանում է Հեգելը։ Ես ասում եմ, որ մարդիկ լուրջ կնան եւ այդ կարծում եմ, որ այդ գնահատականի լավագույն այս եզրակացությունը տվել է Բրյուսովը, որը շատ լավ գիտեր Վալերի Բրյուսովի մասին է խոսքը, հայ մշակույթը, բանաստեղծական արվեստը, հայտնել նրա գործերը, նա ինչ է ասում է հայությունը, մոտավորապես հիշողությամբ եմ ասում բնական է, ուրեմն հազարամյակների ընթացքում իր լեռնաշխարհում համադրել է արևելքն ու արևմուտքը։ Ես շարունակում եմ այդ իմաստով Բրյուսովի միտքը, այդ դեպքում համադրել եւ ինքնատիպ մշակույթ քաղաքակրթություն է ստեղծել, պետականություն եւս ես ավելացնեմ, բայց այդ իմաստով նա իրականում եւ արևելք է եւ արևմուտք է, ես կարող եմ ասել ոչ արևմուտք է, ոչ արևելք է, դիալեկտան դրամաչյան մեջ սինթետիկ է, այո, հայկական էստեղ է։ Եվ դա արդեն առանձին աշխարհում իր արժեքով հավասարը չունի։ Հիմա այստեղ չունի հավասար եւ ուրեմն զավեշտալի է, երբ որ Հայաստանում, Հայաստան, չգիտեմ ինչ, ասենք Երևանի կենտրոնում կառուցվում է հին հռոմ ռեստորան, փոխանակ լինի հին Հայաստան, բայց իրա բովանդակությամբ, դա աբսուրդ է, ում որ հռոմ է պետք է գնա հռոմ կտեսնի Երևանում, հռոմը ինչ է, այսինքն խեղաճուրումն է արդեն։ Ուզում եմ ասել, սա պիտի արվի եւ գանք ձեր հարցադրմանը։ Ինչ անել պետականության հետ, որովհետեւ դուք գիտեք, որ բազմաթիվ եւ աշխարհում գիտեն, ասել եմ, պնդում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի ստեղծվի 4-րդ հանրապետությունը պիտի ստեղծվի, այնպես ինչպես Ֆրանսիայում եղավ 5-րդ, այնպես ինչպես Ավստրիայում պատերազմից հետո 2-րդ հանրապետությունը հռչակվեց, եւ կարող եմ շարել, այնպես ինչպես բայց Ֆրանսիան քանի որ մեր ժողովրդին հարազատ է, ավելի մշակութային քաղաքական առումով եւ համայնքային առումով շատ ավելի մերձ է, նաեւ Ֆրանսիայի վերաբերմունքն է հետ պատերազմյան շատ ավելի մերձ, հիշենք Մակրոնին, ես ինչքան որ հայ եմ, այնքանով ֆրանսիացի եմ, կրկնեց Շարլ Ազնավուրը, ինչքան որ ֆրանսիացի եմ, այնքանով հայ եմ, սա ուրիշ բան է, ավելին է, հիմա այս իմաստով, ահա մենք կարծես հարցը դրեցինք, եթե պայմանավորվեցինք, որ ուրեմն ուրիշ ոչինչ ավելի հնարավոր չի, եթե շարլատանություն չարվի, Հեգելյան ընկալումը, իհարկե մշակույթի բարձրագույն դրսևորումը ձևը պետականությունն է, պետականաշինությունն է։ Ինչով է տարբերվելու 4-րդ նեղություն 4-րդ հանրապետությունը, ասենք 3-րդից, 2-րդից ասենք պարզ է, եթե 2-րդը խորհրդային միության տարիներն են կամ էլի, այդ հարցը եզրակացություն տանք, որտեղ հիմա որտեղ որոնենք իմ հարցի պատասխանը, եթե ես շեմ ապացուցելու, կստացի շարլատանություն եմ անում, պոռոտախոսության մի տեսակ, այո, մեր պետականությունը, հա դա ոչ մի, այս խոսքը ոչ մի ապացուցողականություն, եթե մենք չենք ապացուցում, չունի դեռևս, չէ, գալի որ փչում ենք, գլուխ ենք կողում եւ այլն։
Հիմա տեսեք մի պատմական ժամանակաշրջան ենք վերցնում Արտաշեսից, որպես երբ որ Արտաշեսյան այդ ուրեմն դինաստիան կամ ձևավորվեց պետականաշինությունը մենք եթե վերցնում ենք մինչև Բաղրատյունյաց Հայաստանը ներառյալ կողքին Կիլիկյան Հայաստանը ուրեմն դուք տեսեք ինչ է լինում այս շրջանում մենք հասնում ենք տարածքային ամենամեծ ուրեմն ընդգրկմանը առաջինը հայկական լեռնաշխարհը առաջին անգամ ամբողջ մի պետականություն որոշակի վերապահումներով Արտաշեսն արեց Տիգրան Մեծը դուրս եկավ համաշխարհային քաղաքացիություն եւ ես ասեմ որ եթե ազգային պետություն ենք ուզում այսօր Հայաստանի Հանրապետության օպերային թատրոնում ամեն տարի Տիգրան Մեծի մասին որևէ օպերա պետք է խմբագրությամբ ցուցադրվի կարծեմ 18 տեքստ կա գրած օտարի կողմից հիմա մենք Երևանում Տիգրան Մեծ օպերա տեսել ենք թե չէ այս հարց կա չէ Բայց այդ դեպքում քաղաքացին ինչ հասկանա դու ինքը պետականություն ունի թե չունի, ունեցել է թե չէ։ Երբ որ ասեցի այդպիսի բազմազանություն կա, ես չգիտեմ աշխարհում որևէ կայսր, հերոս, Նապոլեոն, Ճիվաղ Ստալին, հա, այդպիսի բան կա, որ օտարները գրեն այդ քանակությամբ որևէ ստեղծագործություն։ Հիմա ասենք առաջ, եթե հումանիստական չլներ մեր մշակույթն ու պետականությունը Օտարը չէր գրի, չէ, գրեին Չինգիզ խան, հա, բան գրեին Իվան Գրոզնի, Մարտասպան եւ այլն, բայց այս բալերը չկա։ Հիմա շարունակենք այս ընդգրկումի մեջ, է որ մենք հասանք տարածքային ամենամեծ ընդգրկումի, հետո կորուստներ եղան, բայց վիճակը կայունացրեց մեր արքաներից Տիգրան Մեծը Գրիգոր Լուսավորչի հետ միասին։ Ուրեմն Տիգրան Մեծի ժամանակ Հայաստանը հրնդեայի կարծեմ դաշնակերով էր նորից հայկական լեռնաշխարհ հետո տարածքների կորուստ եղավ բայց հիշենք հետո եղավ Մեսրոպ Մաշտոց Աստվածաշնչի թարգմանություն այս առումով էր հատկապես բոլոր հեթանոսներին եւ այլն կան էլ այս չեկիստներին ռուսականության հիվանդներին ուրեմն ռաբիզներին առաջարկում են Պարուսևակ կարդալ թե ինչպես է գնահատում Աստվածաշնչի դերը աշխարհում եւ մեր համար, ասում առանց դրա մշակույթ չկա եւ տեսեք Պարուսևակի մոտ լցված է այդ բոլորը քրիստոնեական Աստվածաշնչյան լույսով։ Հիմա այսպես հետո ոսկետար եղավ։ Ոսկետարը ծնեցվեց բանասիրություն, գրավոր արդեն չէ, պատմագիտություն, խորենացին պատմահայրը փիլիսոփայություն Դավիթ Անհախտ, ասեմ որ այսպես եւ Անանյա Շիրակացու աշխարհա պատկերացումների տարրերը մինչև հիմա հələ որ ուժի մեջ են շատ բաներ Են շարունակեմ, բայց դրանց մեջ առանձնացնեմ իրավակ քաղաքական միտքը արդեն դրա հետ միասին նաև Կիլիկյան Հայաստանը, որտեղ Կիլիկյան Հայաստանը տիպիկ եվրոպական պետություն է, իր ամբողջ կառուցվածքով, պրոգրեսով Եվ այս իրավաքաղաքական միշկը լամբրոնացի, մխիթար գոշ եւ այլն, բապժշկությունը հերացի, ամիր դովլատ ամասացի, այսպես կարելի լսնել։ Հիմա այս նայում ենք այստեղ եւ հիմա ինչ անել, այս բոլորը պիտի ուսումնասիրվի եւ վերականգնվի մեր ժամանակների չափերի մեջ, ձևերի մեջ մեր պետականությունը ինչ-որ 4-րդ հանրապետությունն է, որ նրա բովանդակությունը հարուստ լինի, իր հողի վրա լինի, այս Հայաստանի հանրապետությունը ռուսական պետության աղճատված մի տեսակ է, ուրիշ կերպ չէր կարող լինել, որտեղ կայսրության փլատակների վրա է ժամանակին առաջին հանրապետություն եւ այլն եւ խեղաթյուրվել է ամբողջովին այս բոլորը։ Հիմա այս հարցը այսպես դնում ենք եւ գնում ենք առաջ, ինչ է ստացվում է, որ ահա այս ավազանի մեջ, ասեմ, կամ չգիտեմ այդ ամբողջականության մեջ, մենք պետք է որոնենք մի հարցի պատասխանով ևս Հայաստանի պետականությունը չի կարող լինել ոչ այլ կերպ, քան քրիստոնեական արժեհամակարգի պետություն, ինչի համար, որովհետև մեր մշակույթը գրավոր է,
բանավորը, նախ բանավորը իր մեջ ներառել է քրիստոնյա ինչ-որ տարրեր, ճիշտ է, ոչնչացումել է եղել, բայց նա ներառել է նախորդ շրջանը, եւ երկրորդը մեր մշակույթը ամբողջովին քրիստոնեական է, եւ այստեղ է նրա առաքելությունը, իր ծաղկունքը, հզորությունը, չմոռանանք, որ այստեղ է նաեւ այսպես բարձունքի նվաճման ակտը, եւ 301 թվականին ուրեմն դրտած մեծ թագավոր եւ Գրիգոր Լուսավորիչ կաթողիկոսը պետական կրոն հրճագեցին քրիստոնեությունը, այսինքն պատկերացնում եք, երբ որ ուրիշները պատկերացում չունեին այս հարցի մասին եւ Հայաստանը այսպես շարժվում էր դեպի իր ապագան եւ գայուն կերպով նա դարձավ արևմտյան աշխարհի արևելքում, աշխարհագրորեն արևելքում ուրեմն գոյատևող մի պետականություն, ճիշտ է, դժվար կռիվներ եւ այլն, մենք շատ ենք այդ հարցերի վրա կենտրոնանում, բայց բովանդակություն չենք ասում, որը ոչ միայն քրիստոնեական եղավ իր ամեն ինչով, եղավ նաեւ մի բան, որը պիտի գնահատենք, մնա իրանական աշխարհի հետ Հայաստանն այդ տարիների, որպես պետականություն, ստեղծեց մշակութային քաղաքական երկխոսության մի դասական ձև, մինչև հիմա որը աշխատում է, այսինքն եթե ուզում են քրիստոնեության եւ մահմետականության իրար հետ փոխհարաբերության իրական բովանդակային բան տեսնել, այս մոդելի մեջ կտեսնեն եւ նույնիսկ այդ շարավիղները իրենց արձագանքներով նոր աշխարհ եւ այլն կարծես թե մինչև Հնդկաստան հասան ճառագայթներով։ Արևմուտքի մասին չեմ ասում, որտեղ արևմուտքը շատ ավելի հայտնի է եւ այլն։ Հիմա ես այս խոսքը փակում եմ, կարծում եմ, մենք օրինակ անձամբ ընտրություններին ազգային ժողովի պիտի գնանք այս հարցադրումներով։ Հայաստանի 4-րդ հանրապետություն նման հարցադրումներով պետականություն որ բարձրագույն մշակույթ պարլամենտական պետություն եւ այլն, ինչու, որովհետեւ մեր եկեղեցու պատմությունն նայենք, մեր պետականության պատմության մեջ Գրիգոր Լուսավորչի հետ սկսած պետական ուրեմն եկեղեցին մշտապես պետականության հետ է, մշտապես, հետո ուրիշ ֆունկցիա է, հիմա է որ պետականության դեմ, որտեղ նա ռուսական ծառայության վերնախավ ունի, ուրիշ ոչինչ, բայց դա պիտի վերադարձվի սեփական ժողովրդին եւ ինչքան շուտ, այնքան լավ։ Հիմա եւ մեր ժողովրդի բարոյական վերականգնումը շատ ավելի արագ եւ արդյունավետ կգնա, եթե ուզուրպատորից եկեղեցին կազատագրվի, եկեղեցին գերության մեջ է։ Հիմա նա պիտի լինի այդ արժե համակարգով խոսքը, տեսեք, ես ցեզ մի բան ասեմ, Մաքիավելին, որը եկեղեցու հանդեպ եւ քրիստոնեության հանդեպ վերապահ վերաբերմունք ուներ, ու հանճարեղ մտածող էր, ուրիշ հարցով արժևորում է քրիստոնեություն, ասում է նա կարգավորիչ ֆունկցիա ունի պետության մեջ, ինքը առանձնապես չի ընդունում եկեղեցու եղած չեղավ, որտեղ նա քաղաքական ռեալիստ է եւ այլն, այսպեսի բան կա, բայց եկեղեցու քրիստոնեական արժեհամակարգի կարգավորիչ մեխանիզմները Մաքիավելի հանճարեղ մտածողությամբ պիտի ներդրվի պետականության մեջ, պատկերացնում եք, հիմա մենք ունենք եւ ինչ ենք, ռաբիզ ենք, խայտարակ վիճակ է բոլոր ոլորտներում, այսպես ինչից է, որտեղ տեղյակ չենք, եւ երկրորդը հյուսիսը միշտ լցնում է, հարավն էլ ինչ-որ բաներ է անում, բայց դրանք այդքան ազդեցություն չունեն։ Հիմա մի թեզիս ասեմ, որը պիտի ասվի եւ արվի ուրիշ բան։ Ուրեմն Մաքիավելին ասում է, որ ասում է, դեր ժամանակներ նկատի ունի, այսպես ասեմ, երևի 14, 15, 16-րդ դարեր եւ նման բաներ։ Ասում է, որ հիմա ինչ որ կատարվում է իր օրերում, գիտեք, Իտալիայի այդ շրջանն է, էլի, ասում է նոր բան որոնել պետք չի, ասում է ինչու համար, ինքն էլ պատասխանում է, որովհետև ինչ կատարվում է հիմա անտիկ հնում ամեն ինչ կատարվել է, ինչ կատար եւ ասեմ ձեզ, այս թեզիսը լավագույնս աշխատում է ամերիկյան պետականաշինության մեջ, Եվրոպայում է աշխատել, մեզ ինչ է մնում, այ ինչ կատարվում է, ինչ որ պատճառաբանում է, չասեմ ինչու, ժամանակի հարց է, ուրեմն մենք պետք է վերադառնանք այստեղ սինթեզենք եւ առաջ մղվենք
եւ այդ Հայաստանը կարող է քրիստոնեական արժեհամակարգով պարլամենտական պետություն լինել, ինչու եկեղեցին հիշեցի, որտեղ պարլամենտարիզմի պատմական լավագույն ավանդույթներ ունի մեր եկեղեցին։ Մեր եկեղեցին, ով որ ուզում է լավ իմանալ, ես առաջարկում եմ Օրմանյանի ազգապատում ստվարածավոր հատորները կարդալ եւ այնտեղ որոներ գտնել։ Ահա, այստեղ է որ մենք պետք է կարողանանք եւ այդ պետականությունը լինում է խիստ արդիական, թվում է, բայց պահպանողական նոր պայմանների մեջ արժեհամակարգով, որտեղ թագն ու բսակը մշակույթի հեգելյան ընկալումով ինձ այդպես է թվում լինում է, մնում է ուրեմն պետականությունը եւ պետականությունը։ Այսպես եւ մենք բոլոր դեպքերում սա պետք է փորձենք մեր ժողովրդին ներկայացնենք եւ եթե աջակցություն ունենանք, դա կտեղափոխենք ազգային ժողով եւ այդ ազգային ժողովում անպայման կստեղծենք քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունների ֆրակցիա, որ լայն փոխհարաբերության մեջ կմտնի Գերմանիայի կուսակցության հետ, ԿԴՄ-ի հայտնի է նա, ուրեմն Միացյալ Նահանգների հանրապետական կուսակցության ընթևի հետ, որը քրիստոնեական արժեհամակարգի ուրեմն կայուն եւ Ավստրիա եւ այլն, գումարած դրան Հռոմ եւ Հռոմի Պապ կաթոլիկություն եւ այլն։ Այս կապերը չկան, չէ, արտգործ նախարարությունը դա քիչ բան է նշանակում։ Պիտի լինի նա, որը նախպետությունը, պետությանը հավասարակշռություն, արժեհամակարգ հաղորդի մեր պետականությանը, լինի արդիական եւ կապերի մեջ լինեն բաների հետ, որոնք աշխարհում տանում են այս բեռը։ Այնպես որ կարծում եմ, որ հարցադրումը ժամանակին է, տեղին է, եթե ուշացած է, ոչինչ թե մենք պիտի նկատի ունենանք, որ մենք պորոտախոսության մի հսկա բաժին ունենք, ամեն ինչ կխոսենք, հետո տուն կգնանք ուրիշ բաներից կխոսենք։ Այստեղ է որ չէ ասում են, ինչպես երկիր ազգային պետություն ինքը պետությունը մեքենա է, մեխանիզմ է, լավ մի մոդել վերցնում ես, բայց ուրիշ բան կա, նրա պետության արժեհամակարգը պիտի լինի ազգային, ահա մեր եկեղեցիների փիլիսոփայության վրա ստեղծված պետականությունը կլինի շատ արդիական, բայց պահպանողական եւ արժեհամակարգի վրա, հետեւաբար խիստ հայաստանակենտրոն, ոչ թե հայամետ եւ այլն, հայաստանակենտրոն, եւ այդ պետությունը բաշխի որ արժանիքի եւ այլն, եւ այստեղ էլ դուք կարող եք հյուրերին հրավիրել, խորվիրապ տանել, էջմիածին ցույց տալ, որովհետեւ այստեղ է արարվել պետությունը, քրիստոնեություն որպես պետություն, Հայաստանում է եղել այս բաները։ Բայց դա եղել է 3, իսկ մենք խոսում ենք նաև ժամանակակից Հայաստանի մասին։ Այսպես հիմա ես այստեղ ասեմ Գերմանիայի փորձը, որտեղ շատ տիպական է եւ մոդելային է, որտեղ մենք մոդելների հետ պետք է աշխատենք։ Մենք ենք հետ մնացել, գերմանացիք չեն հետ մնացել։ 46 թվականին Ադենաուերը, որ այս Գերմանիայի հրաշքի հիմնադիրն է եւ հակաֆաշիստ միջայլոց, հումանիստ եւ սովետական հակահումանիզմին հակադիր, նա հավաքում է 46 թվականին, կարծեմ առաջին խորհրդաժողով է համագումար են անում եւ հարց է դնում, որտեղ գերմանացիք հարց է Հիտլերից հետո վերականգնվելու են, թե չէ, մենակ մենք չենք այդ հարցի առաջ, ինչ է լինելու Գերմանիայի հետ։ Կարծեմ այսպիսի մի հարց է եղել, ներկաներին դիմելով Ադենաուերն ասել է, լսեք, աշխարհում կարող է գերմանացի այլևս չլինել, մանավանդ ինչ են արել, իրենք գիտեն, չէ, ինչ եղել։ Ասում է, ինձ թվում է, ասում է, աշխարհից շատ բան չի կորցվի, եթե գերմանացի չլինի, չնայած կկորցվի, բայց ինքը այդպես է ասում, ինձ դա պատմել են, այս ուղղակի փոխանցում եմ ուղի իմաստով։ Ասում է, իհարկե գերմանացի կարող է չլինել, բայց Գերմանիա չի կարող չլինել։ Գերմանիա չի կարող չլինել, ասում է, հասկանում եք, իսկ ինչպես ստեղծենք այդ Գերմանիան, որը ունի մեկ ճանապարհ, հստակ ասում է, մեկ ճանապարհ, մենք պիտի քրիստոնեության արևմտյան մշակութային արմատներ, տեսեք, մշակութային արմատների վրա տեղափոխվենք եւ պետությունը պիտի լինի ազատության երկիր, ուրեմն երկու, ասում ես, հենասյուներ, այնտեղ քրիստոնեության արմատներ, մեր, այսինքն իրենց փիլիսոփայական եկեղեցու եւ ասում է ազատություն այս երկուսի վրա
ուրեմն մենք կունենանք Գերմանիա։ Իհարկե 46 թիվներ կարելի էր հիպոթեզ հաշվել, ասել է եւ այլն, բայց ասեցին, արեցին։ 61 թվականին հայտարարեցին, որ Գերմանիան ընդհանուր բարօրության պետություն է։ Հիմա ես մի բան ասեմ հայ ժողովրդի պատմությունից։ Կարծեմ բանը Նիկոլ Դումանը Դաշնակցության 7-րդ ընդհանուր ժողով մի նամակ ունի գրած եւ որտեղ Ստոկհոլմում էր եւ այլն ինքը չի մասնակցել ինչ է ասում նա պատվիր է տալիս ասում է լսեք մենք չենք կարող խոշոր բուրժուազիայի շահերը մենակ պաշտպանել մենք չենք կարող նաեւ աղքատների շահերը պաշտպանել մենք մեր հայ ժողովրդի շահերը պիտի պաշտպանենք իր տեսակետն է այս մեկ եւ երկրորդ ասում է մենք մեր բուրժուազիային պիտի ասենք լսի շահագործման այդ անասնական բնազդը չկիրառես հայության համբերտ ամբողջովին որ ինչպես այսօր են ասում ազգը ցկի բերձնի դու էլ գեր ասում է ուրեմն սա նկատի ունեցեք բանվորներին էլ պիտի ասենք որ բանվորներ ձեր հարուստ դասակարգի դեմ բուրժուազիայի դեմ տերմիններն են այն կրկոտ կռիվ մի տվեք հարստության դեմ որովհետեւ եթե չունենաք ազգային բուրժուազիա թուրքի մոտ պետք է աշխատեք, ռուսի մոտ պետք է աշխատեք, օտարի մոտ պետք է աշխատեք։ Հիմա բառացի եմ ասում, դրանք մի քիչ հիշողությամբ եմ ասում, մի բառը ասում են բառացիորեն։ Ասում է հակամարտությունը պահեք փափուկ սահմանների մեջ։ Նիկոլ Դումանի պատգամն է։ Հակամարտությունը պահում եք իրար փափուկ սահմանների մեջ։ Փափուկ սահմանների մեջ հակամարտությունը առաջին անգամ կիրառվեց Գերմանիայում մինչև 61-ին Էրհարդը Ներթեով հայտարարեցի, որ Գերմանիան ընդհանուր բարօրության պետություն է։ Հիմա տեսեք 7 թիվ, տեսեք 61 թիվ, հիմա տեսեք մենք ուր ենք մնացել, իրենք հիմա տեսեք Դաշնակցությունը ինչ կատաղի կռիվ է տալիս Հայաստանի պետության դեմ, անսալով Նիկոլ Դումանի պատվիրան եւ այլն։ Ով որ ուզում է կարդալ, թող կարդա Վարանդյանի Դաշնակցության պատմությունը բայց չկարդա կարդալու համար, կարդա հասկանալու համար։ Ճանապարհ ունենք անցնելու։ Ահա այսպես, այսինքն, եթե մենք սխեմաները ուրվագծում ենք, չէ, մնացածի չէ մնում, դե մնացածն է տեխնիկ, մեկ սխալ կլինի, մեկ ճիշտ կլինի, մենք ունենանք 4-րդ հանրապետությունը որպես մեր պետականության թագնոպսակ, եթե կաշխատենք, փորձում ենք ամփոփել։ Ես կան։ Փաստորեն պետականաշինության մշակույթ ունենք, ասում եք դուք, ավելի շուտ ունեցել ենք, բայց որպեսի մենք կարողանանք այսօր եւս դուք 4-րդ հանրապետություն եք ասում, դե դա ձեր առաջարկությունն է 4-րդ դիտարկել թե ինչպես Հայաստան պետության մասին եմ խոսում ես, Հայաստան պետությունը ունի նախկինից եկած, ես ասում եմ դուք ասում եք այո թե ոչ, ես որպես ամփոփում եմ ներկայացնում, ունի հենասյուներ հնից եկած այնպիսի ուժեղ հզոր, որոնք կարող են ողնաշարը լինել եւ այդ ողնաշարի ողերը մենք ունենք, բոլոր ողերը ունենք եւ կարող ենք իրար համադրելով Հայաստան պետության ամբողջ շինությունը կառուցել, պետք չի ող բերել, ոչ հյուսիսից ինչպես դուք նշում եք, ոչ այո, ոչ Ռուսաստան, ոչ Եվրոպա, ոչ գերմանական, դուք վերցնում եք մոդել, բայց ես վերցնում եմ այսպես սխեմատիկ, այո, սխեմատիկ, ողերը մենք ունենք, պարզապես պետք է ճիշտ համադրել եւ ողնաշարը եւ ունենանք քաղաքական կամք մերն է եւ ունենանք քաղաքական կամք գլխավոր արժանապատվություն ոչ մեկի ստրուկը չլինել ոչ մեկի առաջին հերթին ռուսի ստրուկ չլինել դե դա հենց ողերի մասին էր խոսքը քաղաքական կամք բայց գիտեք երբ դա կգա Գայանե ջան երբ իմ ասած ենթադրենք դե պայմանական հետա երբ որ նա նստի այդ հետազոտությունը օբյեկտիվորեն տեսնի իր աչքերով գրքերի մեջ մտի, չէ՞, ուրեմն հաստատ այդ կամքը կունենա։ Եվ երկրորդը, մի բան էլ ասեմ, որպես ասածս լինի, որտեղ որոնել սա։ Եվրոպական մտածողները ասում են, որ Հայաստանի որպես այդ պետություն, քաղաքացիություն, մշակույթ այդ ամբողջ արժե համակարգի չափորոշիչները որոնեք, գտեք Բագրատունյաց Հայաստանը 2 տարի
նվաճումների մեջ, որտեղ այն մեջ սինթեզ է անել։ Այսինքն, այսպես, դեղերն ասեցի, մնում է հետազոտել եւ անել։ Հասկանում։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, փորձում էինք պարոն Շինյանի հետ բարձել, թե միայն հպարտենք, որովհետև ունեցել ենք հզոր քաղաքակրթություն, հզոր մշակույթ, այո, հպարտ ենք, որ ունեցել ենք, ունենք այսպիսի մարդիկ, նաև հպարտ ենք, որ այսօր ունենք Հայաստան, Դա աշխատենք անել։ պետք է աշխատենք եւ փորձենք կառուցել մեր պետականությունը։ Վստահեցնում եմ ձեզ, եթե ժամանակը մենք այս ճանապարհը երբ որ սկսենք անցնել ռեալ իմաստով, մենք աշխարհում այնքան համագիրներ կունենանք, եւ ոչ միայն քրիստոնյա աշխարհում, հաստատ է, համոզմունքս է։ Իրանի համոզմունքը ոչ թե կգան դաշնագից բանես, բոլորը թողենք, էլի, որպես մշակույթ, որպես քաղաք, դե ինչու, եթե մենք այս հարցերը դնենք եւ այս տեսանկյունից հետազոտենք մեր պետականության պատմությունը, դարիք կդառնա Իրանի պետականության պատմության մեջ են նոր շեշտեր որոնել, եվրոպական քաղաքական մշակույթի մեջ որոնել, օրինակ, եթե մենք դնում ենք այդ իմաստով Կիլիկյան Հայաստան եւ այլն, եվրոպական քաղաքական չի կարող հանդեսել։ Մի դեպք ասեմ ու որ ասենք հիմա ես ասում եմ վստահաբար եվրոպացիներ ովքեր մեզ լսում են, գիտեմ որից լսողներ կան, հաստատ կանեն։ Առաջին բանը ազատ գոտին առևտրի եղել է Կիլիկյան Հայաստանում, ոչ թե Շանհայում։ Գիտեն հայերը։ Ուրեմն Այաս նավահանգիստը մեր արքաները, այդ որ այս քոսոդները անընդհատ ուրիշին խնգարգելով մեռան, էլի։ Ասում ես մեր իշխանությունը, ասում են բա Ռուսաստանին է, հայ Ռուսաստան։ Հիմա նայում ենք, Այաս նավահանգիստը Կիլիկյան իշխանությունները աշխարհում առաջին անգամ հռչակել են առևտրի ազատ գոտի։ Շանհային էլ քարտեզը նայեք, ոնց որ Շանհայը չէ, հետո դառավ այնտեղից այստեղ եւ աշխարհը Եվրոպա միջերկրածովյան մշակույթը, քաղաքակրթությունը, առևտուրը կատարում էր Այասով քանի դար։ Եվ այսպես կարող եք։ Այսինքն ինչ եմ, իմ ասած արդեն պորոտախոսություն չի։ Իսկ մնացածը հիմա եթե այս հարցը դնում եք, օրինակ Հայաստանում կան իմացողներ, Բրոդելի ֆրանսիացի այդ քաղաքական մշակույթների պատմության լավագույն մասնագետ։ Հիմա որ մեկը եվրոպացիները սա գիտեն։ Եթե չգիտեն, թող իմանան։ Եվ այլն, այստեղ մենք մենակ չենք լինի, որ տվեք, վերցրեք, ողբեք, ցեղած բանջում, ինչ որ կա էլի։ Տեսնում եք, նայել նոր իմպուլսներ կհաղորդի, երբ որ մենք նոր բաներ կասենք եվրոպական քաղաքական փիլիսոփայությանը, քաղաքական պատմությանը, կարևոր է իրավաքաղաքական մտքին։ Մխիթար գոշ ունեցող ժողովուրդ այսօր այս խայտարակ վիճակի փաստաբանական ծառայություն կունենա, հա, կամ դատավորներ մոնղոլ թաթարական ավանդույթով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, սիրելի հայրենակիցներ, Լևոն Շինյանն էր մեր զրուցակիցը, քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագիտության դոկտոր, զրույցը Վարվեր Գայան Արաքելյանը, բարին ընձեզ։